Անցավ 2 տարի։ Հովսեփը շարունակում էր մնալ բանտում։ Մի անգամ թագավորը 2 տարօրինակ երազ տեսավ։ Նա հարցրեց իր օգնականներին. «Ով կարող է ինձ բացատրել, ինչ են նշանակում այս երազները»։ Ոչ ոք չկարողացավ բացատրել։ Այդ ժամանակ մատռվակապետը հիշեց Հովսեփին։ Նա ասաց. «Ես գիտեմ մեկին, որը կարող է օգնել քեզ»։ Թագավորը հրամայեց բերել Հովսեփին։ Հովսեփը թագավորին ասաց. «Քո երազները նշանակում են, որ երկրում առաջիկա 7 տարիներին առատ բերք կլինի։ Դրանցից հետո կգան սովի 7 տարիները։ Այդ երազները նախազգուշացնում են, որ առատության 7 տարիների ընթացքում շատ ցորեն պահեստավորես սովի տարիների համար»։ Թագավորը Հովսեփին դարձրեց իր օգնականը, ասելով. «Ես քեզ եմ հանձնարարում պահեստավորել ցորենը։ Այսուհետ դու բանտարկյալ չես։ Ինձանից հետո դու Եգիպտոսի ամենակարևոր մարդն ես»։